Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մարդու համար ամենակարևոր անհրաժեշտ երևույթն է սնունդը, որը ապահովում է նրան կենսական միջոցներ։ Գենետիկորեն ձևափոխված սնունդ, մարդկության համար սովից փրկության միջոց, թե պարզապես դանդաղացված գործունեություն ունեցող ռումբ։ Ինչու եւ երբ մեր իրականության մեջ հայտնվեց ԳՄՕ տերմինը։ Ինչ այն իրեն հետ բերեց եւ ինչպես է ուղղորդվում ԳՄՕ-ի օգտագործման քանակը կամ չափաբաժինը։ Ինչպիսի ազդեցություն այն կունենա ի վերջո տարիներ անց մեր հետագա սերունդների կամ հենց ինքներս մեզ վրա։ Այս ամենի մասին խոսելու ենք այսօր եւ որքանով է ձևափոխված սնունդը, տարբեր հավելումներով սնունդը ներազդում էր օրգանիզմի վրա եւ ապահովում է առհասարակ առողջ կարգավիճակ։ Կիմանանք այսօր եթերում է մարդկային գործոնը, բարի երեկո։ Մոդիֆիկացված սոյա, մոդիֆիկացված օսլա։ Այս բաղադրիչներն արդեն վաղուց կազմում են մեր ամենօրյա սննդի բաղադրության հիմնական տարրերը՝ կարագ, երշիկ, նրբերշիկ, եւ այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Սակայն արտադրողները գիտակցորեն սննդի բաղադրացանկում անհետացնում են մոդիֆիկացված տերմինը, քանզի նոր գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը բոլորին մահուչապ սարսափեցնում է։ Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ, զարգացման նոր աստիճան, թե գիտական սխալմունք։ Գեղեցիկ, պլպլուն ու գրավիչ մրգեր, բանջարեղեն, համբուրգերներ, այնինչ մենք ամեն օր ենք ուտում, եւ երբ սոված ենք լինում, գրեթե չենք մտածում սննդի վնասակարության մասին։ Ինչ է սպառնում մեզ։ Գիրություն այն ժամանակակից մարդու գլխավոր վախերից մեկն է։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալով կես միլիարդ մարդ աշխարհում տառապում է գիրությամբ, սակայն ավելի քան 1 միլիարդը սոված է։ Փորձագետները փաստում են, որ 2020 թվականին աշխարհում կապրի 9 միլիարդ մարդ, եւ նրանց կեսին հնարավոր չի լինի կերակրել։ Ահա թե ինչու ընտրվեց այլընտրանքային տարբերակը՝ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը։ Առաջին գենետիկորեն փոփոխված բույսն արտադրվել է 1983 թվականին։ Դա լոլիկն էր։ Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ, նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով։ Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ։ Այսօր ԳՄՕ-ները իսկապես լայն կիրառում ունեն ամբողջ աշխարհում։ Արտադրողների համար այդ միջոցն իրոք որ ավելի ձեռնտու եւ շահավետ է, բայց մեզ համար այն վտանգ է ներկայացնում։ Մարդը որքան որ հեռանում է բնությունից եւ բնականից, այնքան ավելի աղետալի է դառնում մարդկության վիճակը, հաշվի առնելով բազմաթիվ հիվանդությունները։ Որոշ մարդիկ նախընտրում են իրենց առողջությունը վնասելով գնել ԳՄՕ-ի ենթարկված մթերք, բայց շատերն էլ առանց հասկանալու են դա անում, տեղեկացված չլինելով եւ խաբվելով մթերքի ախորժալի տեսքին։ Այդ մթերքները ոչ միայն համային որակն են կորցնում, այլև վնասակար են։ Տարաբնույթ կասկածները, որ գենետիկորեն մոդիֆիկացված սննդի կիրառումը քաղցկեղածին է, նշվում էր դեռևս տարիներ առաջ, սակայն այս կասկածները հիմնովին փարատեցին ֆրանսիացի գիտնականները։ 2 տարվա ընթացքում նրանք հետազոտություններ են անցկացրել, այն փորձարկելով առնետների վրա։ Նրանց կերակրել են այդ եգիպտացորենով։ Դրա հետևանքով առնետները քաղցկեղ են ձեռք բերել։ Նրանց մարմնի վրա առաջացել է թենիսի գնդակի մեծությամբ ուռուցք։ Եվրահանձնաժողովը, ով թույլատրել է եգիպտացորենի վերաբերյալ հետազոտությունների անցկացումը, վստահեցնում է, որ դա թունաքիմիկատների հետևանքով է։ Մոտ 2 ամիս առաջ Ռուսաստանի Պետդումայում Յեդինայե Ռոսիա կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովը ռոսիյսկի սուվերենիտետ պատգամավորական միավորման հետ միասին առաջարկել է Ռուսաստանում չեղյալ համարել ԳՄՕ-ներ պարունակող մթերքների արտադրությունը։ Օրինագիծը մշակված է, սակայն դեռևս ընդունված չէ։ Իսկ Միացյալ Նահանգներում տարբեր նահանգներ ունեն իրարից տարբերվող կողմնորոշում։ Դրանցից ամենաբացասականը տրամադրված է Կալիֆոռնիան, որտեղ 3 նահանգներում ԳՄՕ աճեցնելն ու օգտագործելն արգելված է։ Սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ նրանց ոգևորությամբ հետևել ցանկացողների առջև դաշնային կառավարությունն արգելքներ է դնում։ Ավստրալիայում հաջողվել է դրանք արգելել, սակայն այդտեղ էլ դաշնային կառավարությունը ոչ միայն կասեցրել է հաղթարշավը, որին ոգևորությամբ ցանկացել են միանալ այլ նահանգներ, այլև հետ է վերցրել արտոնված արգելքների զգալի մասը։ Ճապոնացիները եւս կտրականապես դեմ են ԳՄ մշակաբույսերի մշակմանը եւ սկզբունքորեն չեն մշակում, սակայն Կանադայից ներկրվում են ԳՄ հլացուկների հսկայական քանակներ։ Նոր Զելանդիայում ԳՄՕ-ներ չեն մշակվում, իսկ Գերմանիայում արգելված է ԳՄՕ մշակաբույսի եգիպտացորենի ինչպես աճեցումն, այնպես էլ վաճառքը։ Իռլանդիայում 2009 թվականից արգելված է ԳՄՕ-ների մշակումը, իսկ դրանք պարունակող մթերքը պարտադիր կերպով պիտակավորվում է։ Գենետիկորեն ձևափոխված մոդիֆիկացված սնունդ։ Օրերս համացանցում հայտնվել էր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող մթերքների եւ դրանց արտադրողների ցանկ։ Ցանկում ընդգրկված էին այնպիսի մթերքներ, որոնցից մենք բոլորս առօրյայում օգտվում ենք, ընդ որում ոչ միայն մենք, այլև փոքրիկ երեխաները, եւ սա էր հիմնական աղմուկի պատճառը։ Այսօր բազմաթիվ երկրներ մերժում են ԳՄՕ-ների կիրառումը, համարելով, որ դրանք առհասարակ անընդունելի են շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար եւ կենսաբազ
բազմազանության անվտանգության առումով են ուղղակի անթույլատրելի։ Մեր երկիրը դրանց կիրառման համար ընդունել է որոշակի նախապայմաններ, որոշելով որոշակի չափորոշիչներ, չափաբաժիններ եւ վերահսկում է թե ինչպես է վերահսկում կամ ովքեր են վերահսկողները կիմանանք այսօր եւ առհասարակ թե ինչ ասել է ԳՄՕ կիմանանք հենց այս պահին հրավիրելով մեր առաջին հյուրին Տապան Էկո ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանին։ Բարի երեկո, համեցեք պարոն Սարգսյան։ Առաջին եւ սովորական հարցը ինչ ասել է ԳՄՕ։ Դա ուրեմն այսպես է բջջի մեջ նուկլեաթթու ներարկելու միջոցով եւ այդ նուկլեաթթվի մեջքի վրայով մեկ ուրիշ գեն տեղափոխելով տվյալ բջջի մեջ ստանում են նոր միացություն, նոր հատկություններ ունեցող բջիջ։ Երբ որ միջազգային ասպարեզում 50-50 գիտնականների վեճը գնում է, մյուս դեմ կողմինը նա է, թե լավ, բացիլի միջոցով, բացիլը ունի վերափոխվելու հատկություն մի կողմից եւ եթե մենք ստանում ենք նոր տեսակ մի բան ինչ է լինելու այդ նոր տեսակը դրա ազդեցությունը դրա համար բավականին երկար տարիներ են պետք որպեսզի մինչեւ ուտելը ուրեմն արտադրելը ուտելը դա պետք է լիներ փորձարկվեր երկար տարիներ դրա արդյունքները մենք պետք է իմանայինք նոր մտներ մեր հանրախանութները մեր սննդի մեջ կամ մեր արտերը մինչև մեր սննդին անդրադառնալը պարոն Սարգսյան այլ նշեցինք հա որ նուկլեաթթվի միջոցով ներարկվում է ուրիշ բջիջ տվյալ բջջի մեջ եւ բերում են նոր հատկություններ որակական հատկություններ հիմնական նպատակը ո՞րն էր այս որակական փոփոխությունների 2 տարի առաջ էր նախկին գյուղ նախարարին, փոխնախարարին, երբ որ նման մի սննդի անվտանգության ուրեմն համաժողով էր հրավիրել, ես այդ հարցը տվի, թե դա մեզ ինչին է պետք, պատասխանը գիտեք ինչ եղավ։ Ասեց, չէ որ Աֆրիկայում սով է։ Եվ ես բղավել եմ այդ քննարկման ժամանակ, հա, դահլիճի մի ծայրից։ Ասել եմ, ինչ է, Հայաստանին են միջազգային հանրությունը տվել Աֆրիկայի սովի խնդիրների լուծման խնդիրը Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ անցավ ԳՄՕ-ների ու ներ հիմնական շարժառիթ այն էր բնակչության ահռելի քանակ եւ շատ մեծ ներհոսք եւ շատ մեծ արտահոսք չուներ չի էլ ունեցել եւ ունի ընդհանրապես սննդի ավելցուկ հիմա եթե անդրադառնանք մեր տնտեսությանը հա գյուղատնտեսությանը մասնավորապես որովհետեւ ԳՄՕ-ները հիմնականում ներազդում են մեր բնամթերքին եթե սխալ եմ ինձ ուղեք Ոչ միայն բնամթերքին, սկզբից գանք այսպես, հա, հողն է, այն հողն է, որ եթե դուք սկսեք արտադրել, այդ հողի վրա շատ կասկածելի է, որ հետո դուք կարող եք ձեր ավանդական, հա, բուսատեսակները ունենաք, այո, ծնողանակությունը կամ արտադրողականությունը, երկրորդը, եթե դուք արտադրում եք GMO, ես պայմանագիր ունեմ, որ ընդամենը 10 կիլոգրամ, $1 միլիոն վաճառելու եմ լոլիկ, բայց էկոլոգիապես մաքուր։ Խաչասերման ժամանակ իմ արտը ձեր արտին հարակից է։ Խաչասերման ժամանակ, եթե փոշոտման ժամանակ խաչասերվեցին, փոշոտվեց, եւ ես երբ որ տանում եմ իմ լոլիկը հանձնելու, պարզվում է, որ դա մաքուր էկոլոգիապես չէ, եւ ես պետք է իմ տունս, տեղս, ամեն ինչը անգամ եթե վաճառեմ, անգամ բան տնկնեմ, հա, որովհետեւ չեմ բավարարել այդ խնդիրը։ Հա այս պատերազմն է գնում եվրոպական երկրներում ֆերմերների մեջ։ Այս պահին ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 6 տարի առաջ Հայաստանի բնապահպանության նախարարությունը մշակեց եւ ազգային ժողով ներկայացրեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին օրենքի նախագիծը։ Թե ինչ ճակատագիր ունեցավ այս նախագիծը կամ ինչպիսի զարգացումներ ունեցավ, կիմանանք այս պահին հրավիրենք մեր հյուրերին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնական կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ կենսաբանական գիտությունների դոկտոր Արտաշես Զիրոյանին Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանին։ Բարի երեկո, բարի գալուստ։ Պարոն Զիրոյան, կասեք ձեր ամենասիրելի ուտեստը ո՞րն է։ Մորս պատրաստած դոլման։ Պարոն Զիրոյան, ինչն էր առիթ հանդիսանում կամ ինչն էր դրդապատճառը, որ դուք որոշեցիք բնապահպանության նախարարությունը որոշեց այս օրինագիծը մշակել։ Կարիքը կար հա հստակեցնելու սահմանները։ Կարիքը իհարկե կար հաշվի առնելով նաև գիտության զարգացման ընթացքը կենսատեխնոլոգիայի ոլորտում, կենսաինժեներիայի ոլորտում։ Մի թիվ ասեմ, որ 73 թվականից սկսվեց այս process-ը գենետիկ ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված խնդիրները բարձրացավ որոշակի մակարդակի վրա եւ որպեսզի ասածս այսպես ասած ճշտեմ ասեմ որ 2005 թվականին աշխարհում ունենք արդեն 90 միլիոն հեկտար տարածք
միայն գենետիկ ձևափոխված օրգանիզմների տակ։ Պատկերացրեք, դրանից 50 միլիոն հեկտարը միայն Ամերիկայում էր, 17 միլիոն հեկտարը Արգենտինայում, քանի որ այստեղ Հնդկաստանից մարդ կար, նաև ասեմ, որ մոտ 3.5 միլիոն հեկտար իրենց մոտ կար, այսինքն Հայաստանի տարածքի չափ, պատկերացրեք, դրված էր միայն իրենց մոտ բամբակի տակ։ Եղել է բրինձի, եղել է նաև եգիպտացորենի, սոյայի եւ հատկապես շատ ռապս այդպեսի բույս կա, որից ստանում են նաև բենզին։ Ներկայումս վառելանյութ են ստանում եւ այսօր եվրոպական երկրները մեծ մասը արդեն գնացել է ռապսի արտադրության, որ նույնպես շատ վտանգավոր է կենսաբանական անվտանգության տեսակետից։ Դες հետաքրքիր բան էլ ասեմ, մեր Հայաստանում էլ են ստացել գենետիկ ձևափոխված օրգանիզմներ։ Գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ դեռևս 80 թվականների սկզբներին ստացվեց Տոպենամբուրը գետնախնձորից, նույնպես եւ նաեւ ստացանք ծխախոտի գենետիկ, այսինքն մեր մոտ գիտությունը որոշակի մակարդակ էր, դա նաև խոսում էր գիտական մակարդակի մասին։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի հետ կապված, իրոք դրա անհրաժեշտությունը ծագեց, հատկապես երբ որ մենք կենսաբազմազանության մասին կոնվենցիան ընդունեցինք 93 թվականին եւ 2004 թվականին ազգային ժողովը վավերացրեց նաև կենսաբանական անվտանգության այդպես խնդիրը կապված գենետիկ ձևափոխված օրգանիզմների հետ, նույնպես մեզ տարավ նրան, որ մենք սկզբնական շրջանում մշակեցինք հայեցակարգ, որից հետո տեղափոխվեց նաև այլ ոլորտ դեպի օրենքի նախագծի, որը այսօր պետք է ասեմ, անձինս մեր ընկերը, որը նաև ազգային ժողովի պատգամավոր է, մեծ սիրով իրենք աջակցում են, որպեսզի այդ օրենքը արդեն երկրորդ ընթացմամբ շուտով կդրվի ազգային ժողովի սեղանին։ Մենք դեռ կխոսենք այս օրենքի մասին եւ կտանք հարցերը պարոն Ավետիսյանին կարճատև դադարից հետո։ Ինչ որ ասեց պարոն Զերյանը, դա սելեկցիան էր, հա, ասեցի գիտության մանկակից ժամանակակից կենսատեխնոլոգիա, դենթեի մակարդակով, գենայի մակարդակով, խնդիրը այդպես է դրված, ես դրա մասին եմ խոսում, սելեկցիան բնական խնդիր է, ես գիտության մարդ եմ, ես ասում եմ, դուք էլ հավատացեք։ Խանութում սովորական սպառողը այդ մակնշումը տեսնում է տվյալ արտադրանքի վրա, ներմուծված արտադրանք։ Իհարկե վերահսկողական օղակները բավարար են, բայց կատարյալ չեն։ Որոնք են գենետիկ ձևափոխված օրգանիզմներ, որոնք որ առկա են մեր խանութներում։ Լոլիկի գենետիկական ապարատում ներդրել են կամբալաձկան գենը։ Բայց մի խումբ կար, որը լոբիստական խումբ էր, որը դեմ էր եւ պայքարելու է, որ այս օրենքը չընդունվի։ Ինչու՞։ Չգիտեմ, երևի իրենք են ներկրողները։ Կոդավորված սննդակարգ։ Իրականում այսօր խոսում ենք ԳՄՕ-ների մասին, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին, որոնք լինում են մեր սննդակարգում եւ հաճախ մենք չգիտենք էլ թե ինչպես։ Պարոն Սարգսյան, հարց ունեիք, համեցեք։ Ես ուզում եմ անպայման նշել, որ 80-ական թվականներին, ինչպես որ պարոն Զիրոյանը ասեց, հնարավոր չէր այս տեխնոլոգիաներով ինչ որ հիմի ժամանակակից գիտությունը կա, ստանալ նոր տեսակ, ասվեց, որ նաև ծխախոտը եւ այլն։ Եթե մենք այդպես գնանք, ուրեմն դուրս է գալիս, որ մենք այսօր այդ տեխնոլոգիաներով հավասար ենք, կարողություններ ունենք, առաջադեմ արևմտյան երկրների հետ, որը այդպես չի կարել։ Եվ ես ուզում եմ նշել, որ ուրեմն ոչ մի ընդհանրություն չկա տարբեր ուղիներով, միջոցներով բույսերի աճեցման կամ սելեկցիայի հետ։ Դա ինչ որ ասեց պարոն Զերյանը, դա սելեկցիան էր, հա։ Ասեցի գիտության մանկակից ժամանակակից կենսատեխնոլոգիա, դենթեի մակարդակով, գենայի մակարդակով, խնդիրը այդպես է դրված, ես դրա մասին եմ խոսում, սելեկցիան բնական խնդիր է, ես գիտության մարդ եմ, ես ասում եմ, դուք էլ հավատացեք։ Ես առաջարկում եմ տալ հարցը երրորդ անձին, ով կտա հստակ պատասխանները։ Պարոն Ավետիսյան, նախ ներկայացնեմ մեր տաղավարում ներկա գտնվող հյուրերին, ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյան։ Բարի երեկո։ Պարոն Ավետիսյան, եթե չեմ սխալվում, դուք հարակից զեկույցով հանդես եք եկել եւ հետաքրքիր է ինչն է պատճառը, որ առ այսօր այն որպես օրինագիծ դեռևս դրված է ազգային ժողովի սեղանին։ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին օրենքը ազգային ժողովը մտել 2013 թվականի աշնանը հոկտեմբերի 21-ին ազգային ժողովի առաջին ընթերցման ընդունվել է։ Դրանից հետո հաշվի առնելով այդ խնդրի արդիականությունը հանրային լսումներ է կազմակերպվել եւ որը տեղի ունեցել հոկտեմբերի 25-ին ազգային ժողովում, բոլորը հրավիրված են եղել այստեղ գտնվող անձինք եւ լայն քննարկումներ եւ շատ կոնստրուկտիվ քննարկումներ է տեղի ունեցել։ Դրանից հետո սույն օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ ստացվել է շուրջ 30 դիտողություններ եւ առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են
եւ 2014 թվի փետրվարի 3-ին, եթե չեմ սխալվում, օրենքի նախագծի փաթեթը երկրորդ ընթերցման ընդգրկվել է ազգային ժողովի օրակարգում։ 4 օրվա նիստերի օրակարգում։ Կարող եք բացել փակագիծը, ինչ է իրենից ներկայացնելու այդ օրենքը։ Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում դա նոր օրենք է եւ նոր մեխանիզմներն է իրականացվելու, այսինքն այդ գործառույթները կատարելու համար, այսինքն ինչպիսի գործառույթներ պետք է կատարվեն ըստ այդ օրենքի։ Կատարի այն գործառույթները, որի մտավոխությունը, որ ստեղ նոր հնչեցվեց, այսինքն սահմանափակի։ Սահմանափակել ամբողջությամբ հնարավորին չափով թույլ չտալ, որ գծոները կամ տրանսգենները ներմուծվեն մեր Հայաստանի Հանրապետություն եւ չստանան այստեղ լայն շրջանակների մեջ արդեն փոխանցում, արտահանում, օգտագործում, ինչու՞ չէ եւ որպես սննդամթերքի տեսքով, որովհետեւ անգամ Սահմանադրության օրենքով է ամրագրված մարդու առողջության իրավունքը 33-ի 2 կետ հոդվածում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանա ինքը ինչ է օգտագործում, արդյոք դա առողջ սնունդ է, թե ոչ։ Այդ օրենքը գալիս է, որ այդ ամեն հարցերի պատասխանները տա։ Շնորհակալություն պարոն Ավետիսյան, պարոն Դանիելյան, արդյոք վերահսկողական լծակները բավարար են, որպեսզի մենք կարողանանք պահել 33 հոդվածի կետ 2 օրենքը մեր առողջության մասին մտահոգվելով հասկանանք ինչ ենք ուտում։ Իհարկե վերահսկողական օղակները բավարար են, բայց կատարյալ չեն ներկայումս գործող։ Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքը ենթարկվում է հսկողության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից։ Ինչպես ներմուծման փուլում, այնպես էլ արտադրության բնականաբար։ Եվ գենետիկերոն ձևափոխված օրգանիզմների հետ կապված ասեմ, որ ընդհանրապես կարգավորվում է սննդամթերքի անվտանգության մասին օրենքով եւ հստակ ձևակերպումներով նշված է, որ 0.9% չափաբաժնից ավել սննդամթերքում արկայության դեպքում պարտադիր է մակնշումը, որ այնտեղ արկա է գենետիկ ձևափոխված օրգանիզմ։ Իսկ հատուկ նշանակության սննդամթերքում դրանց օգտագործումը բացարձակ արգելված է։ Ինչ ասել է հատուկ նշանակության։ Հատուկ նշանակության սննդամթերքը դա այն սննդամթերքն է, որը նախատեսված է մարսողական խանգարում կամ իմունային անբավարարվածություն ունեցող մարդկանց համար, փոքր երեխաների համար, ենթադրենք նարինեի մեջ իրավունք չունեն, օրինակ եմ ասում, օգտագործելու այն սննդամթերքը, որ ինքը նախատեսված է որպես մանկական սնունդ եւ կատեգորիայով համապատասխանում է որպես հատուկ նշանակության սննդամթերքի իրավունք չկա այնտեղ օգտագործել գենետիկ ձևափոխված օրգանիզմներ։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, մենք սիրով տրամադրում ենք սննդի գնումը մեր հայրերին, հա, մայրերին, ծնողները շատ ուշադիր են այդ հարցում եւ հայտղամարդ ուներ նախկինում կարողություն ուղակի աչքով հասկանալու այդ մսամթերքը ենթադրենք պիտանի է ուտելուն թե ոչ։ Ներկայումս դա շատ բարդ է, որովհետեւ աչքով հաստատ չես որոշի, ավելի գայթակղիչ տեսք ունեն որոշակի ձևափոխում ունեցող մթերքները։ Մեր հաջորդ հյուրը ժամը լրատվականի մեկնաբան, հաղորդավար Դավիթ Աղաբեկյանն է, բարի երեկո, որը նաև հայր է, երկրորդ անգամ է շուտով հայրանալու, Դավիթ, շնորհակալություն գալու համար, կարող եք ասել որպես հայր, երբ որոշում եք սննդամթերք գնել, արդյոք նայում եք բաղադրությանը եւ եթե դա բնամթերք է, հա, ինչպես եք կարողանում որոշել, թե որն է լավը կամ վատը։ Հայ սպառողը ընդհանրապես կողմնորոշվում է, ու ոչ բոլորը է։ Մի հատ հայտնի ասացված կա, քիչ գիտես, լավ ես քնում։ Վստահ եմ այդպես կողմնորոշվում են ոչ բոլորը, սակայն քիչ թե շատից այս թեմային, գծոների թեմային ծանոթ մարդիկ սկսում են հետաքրքրվել, ինչ է գծոն, ինչ չափով է ներկայացված այս գծոն սովորական հայկական խանութում, Երևանյան թե մարզերում, ինչպես օգտվել դրանից։ Ես որոշ չափի այո տեղեկացված եմ, ոչ այնպես ինչպես այստեղ նստած պարոն Այգ, վստահ եմ։ Սակայն խանութ մտնելիս կողմնորոշում եմ որոշ չափով, փնտրում եմ այլընտրանք։ Կողմնորոշում եմ ըստ այն տեղեկությունների, որոնք որ ստանում եմ ինտերնետից, համացանցից, կարդում եմ որոշակի հոդվածներ, լսում եմ այստեղից թե այնտեղից, արտասահմանյան հաղորդումներ եմ նայում գծոնների վերաբերյալ, այդպես եմ փորձում կողմնորոշվել։ Իսկ ձեր անձնական օրինակով հայտնագործություններ արել եք։ Քիչ շատից գծոների մասին տեղյակ հայ սպառող անվանենք բնակիչ, քաղաքացի թե սովորական հերոստատող հայ մարդը, ով որ քիչ շատից ծանոթ է, գիտի այդ գծոների հիմնական ցանկը, որտեղ որ դրանք արկա են։ Եգիպտացորեն,
սոյա, ինչպես նշվեց, բայց սոյան սովորական հայ մարդը բռով չի ուտում, նա գիտի դե սոյան որտեղ է օգտագործվում երշիկեղենի մեջ, ցավոք չգիտեմ թե որտեղ օգտագործված չէ, տեղեկացված չէ։ Այս պարողին հիմնականում այդ խնդիրն է հուզում տեղեկացված լինել, թե ինչպես տեղեկանալ։ Որ զավակ էին ունենալու հարցը, իսկ մանկական կերերով տեղեկացված եք, թե որ այդ ընկերությունների ցանկայու ես աչքի տակով անցկացրել եմ, գիտեմ, չեմ ուզում հիմա իհարկե նշեմ, ամեն դեպքում հակագովազդնել է գովազդ։ Որոշ չափի տեղեկացված եմ, բայց կրկին փորձում եմ այլընտրանք գտնել, որը մի քիչ դժվար է ինձ հաջողվում։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, մենք ներմուծում ենք, թե արտադրում ենք գծոը։ Պետական վերահսկողության շրջանակում, երբ որ մենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքում նմուշարման լաբորատոր փորձաքննությունների արդյունքում չունենք դեպք, երբ որ բացահայտած կլինենք, որ տվյալ սննդամթերքը գենետիկ ձևափոխված օրգանիզմների առկայությամբ է 0.9%-ից բարձր ցուցանիշով։ Միևնույն ժամանակ սահմանային վերահսկողությունը իրականացվում է հիմք ընդունելով արտադրող երկրի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը, որտեղ հստակ նշվում է այդ կոնկրետ սննդամթերքի ծագումը եւ նրա բաղադրությունը, այսինքն անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը։ Եվ բոլոր սննդամթերքի տեսականիները հնարավոր չի եւ օրենսդրությամբ էլ պարտադիր չի, որ դրանք ենթարկվեն լաբորատոր փորձաքննության, նոր ներմուծվեն Հայաստան։ Այսինքն ռիսկային խմբերի է բաժանված եւ ըստ այդ խմբերի այն սննդամթերքը, որը չի ուղեկցվում համապատասխան որակը հավաստող եւ անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, պարզելու արդյոք համապատասխանում է մեր երկրի օրենսդրության պահանջներին, թե ոչ։ Իսկ գենետիկ մոդիֆիկացված իմաստով պարտադիր է, նորից եմ կրկնում, մակնշման զետեղումը տվյալ սննդամթերքի վրա։ Շնորհակալություն, ասեք, խանութում սովորական սպառողը այդ մակնշումը տեսնում է տվյալ արտադրանքի վրա, ներմուծված արտադրանքի վրա։ Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ խանութում սպառողը տեսնում է, թե ոչ, լծակները այնքանով, որ մենք իրավասու ենք համապատասխան մակնշումը ստուգել արդյոք համապատասխանում է, թե ոչ։ Հայաստանի Հանրապետություն բոլոր տեսակների վրա էլ մատնշումներ։ Այ դրա մասին ենք խոսում, պարոն Ավետիսյանն ասում է, որ որոշների վրա կա եւ նշում։ Այո, ներմուծող հիմնական, որը ներմուծում է Հայաստանի Հանրապետություն, որոշ պիտակների վրա, որոշ սննդամթերքի պիտակների վրա կա հստակ մատնշում, без ԳՄՕ։ Թույլտվեք ասել մի բան, քանի որ մենք չունենք հստակ փորձագիտական օրինակ, որպեսզի բերեինք դա որպես վառապացույց, մենք փորձեցինք դիմել որոշակի մարդկանց եւ քանի որ մեր ամենօրյա օգտագործման մթերքներից է շատ հաճախ լինում բանանը եւ նաեւ նրբերշիկը, մենք որոշեցինք այդ երկուսը ներկայացնել փորձնական, փորձարկման եւ հասկանալու համար թե արդյոք ինչ չափաբաժնով է այնտեղ օգտագործած մեր նշած ձևափոխման օրգանիզմը կամ արդյոք կա թե ոչ եւ ստանդարտ դիալոգ կազմակերպությունը սիրով համաձայնեց փորձարկման ենթարկել մեր ներկայացված նշումները։ Իսկ թե հետազոտության արդյունքում ինչ պարզվեց, կպատասխանի մեր այսօրվա հյուրը ստանդարտ դիալոգ կազմակերպության գենետիկ ձևափոխված միկրոօրգանիզմների բլոկի ղեկավար Ջեյ Սանկար Դեն։ Բարի երեկո։ Պարոն Սանկար, կխնդրեի ներկայացնեք ինչպիսի արդյունքի հասանք եւ տոկոսային հարաբերությամբ, հա, եւ բոլոր մանրամասներով։ Analyzed, though it was a very short time, we analyzed it the qualitative time, and in 2 samples we got a kind of indication that there is presence of GMO in the what we call the thin sausage, but we have not done the quantitative yet. We need lots of further experiment to say it confirmed. What kind of GMOs could be there and whether it is below that limit of 0.9% or not. Թեև կատարվել է փորձաքննությունը, բայց ժամանակը շատ քիչ է եղել ու նման ժամանակահատվածում իհարկե հնարավոր չէ բարձել ամբողջովին արդյոք արկա է այդ մոդիֆիկացված է ապրանքը թե ոչ։ Ամեն դեպքում փորձաքննությունն արվել է, թեև հետագայում գուցե եւ փոփոխություններ լինի, բայց այդ ժամանակահատվածի համար բանանի մեջ արկա չի եղել, իսկ երշիկի հետ կապված եղել են չարաշահումներ։ Երկրորդ հարցը, մենք չենք նշում իհարկե ապրանքանիշը, էլի կրկնում եմ, թող մեզնից դուրս չգա այդ ինֆորմացիան, բայց որքանով է մարդու առողջության համար վտանգավոր այն օրգանիզմների չափաբաժինը, որոնք որ ներկա են եղել նրբերշիկի մեջ։ We have not done the quantitative yet. It is in Armenia, I know that they follow the EU rule like 0.9%. Since we have not done it yet, cannot tell whether it is above or below, but it has a GMO kind of
We want to confirm the quantity and what kind of GM it is. Քանի որ ժամանակը կարճ է եղել ու այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել բարձել արդյոք վնասակարությունը որքան է առողջության համար։ Նրանք միայն բարձել են, որ գոյություն ունի մոդիֆիկացված այդ տարը գոյություն ունի երշիկի մեջ։ Բանանի մեջ չկա։ Բանը հիմնականում սոյայի արկայությամբ է պայմանավորված։ Միայն սոյայի արկայությամբ։ Այսինքն վնասակար է թե ոչ ասել չի կարող փորձագետը։ Լիլիթ Գրիգորյանը մեզ օգնում է այսօր հաղորդակցվելու, շնորհակալ ենք անչափ։ Լիլիթ, կարող եք նաև հարցնել բանանի մեջ, մենք տվել ենք մեկ բանան եւ արդյոք այս բանանի մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի բացակայությունը երաշխավորում է արդյոք այն, որ մյուս բանանի մեջ չի լինի այդ նույն օրգանիզմը։ Of course not. Of course not. Այն փաստը, որ կոնկրետ այս անգամ բանանի մեջ չի եղել մոդիֆիկացված մի ուրիշ ծառի ուրիշ բանանի մեջ կարող է այսինքն հաջորդ անգամ ներկրվող բանանի մեջ կամ ուրիշ երկրից ներկրվող That is mostly the imported stuff. Եվս մի քանի հարց, ովքեր են հիմնականում պատվիրատուները այսպիսի փորձաքննությունների եւ հաճախ են արդյոք դիմում ստանդարտ ընկերությանը։ I am very sorry to say that in Armenia it's still not a big concern. I don't know why. I have joined this company just 4 months back, and as far as I know, last year they had only 70 samples which had to be checked for GMOs, which is very less, which should have been at least 2,000 plus. Yes. Ցավոք սրտի նման բաներ հաճախ նման ուսումնասիրություններ հաճախ չեն պատվիրվում ու շատ քիչ ընկերությունների հետ է փորձագետն աշխատել, ընդամենը 4 ամիս առաջ է նախորդ փորձաքննությունն անցկացվել ընկերության խնդրանքով եւ լիցենզիա ստանալու նպատակով այո լիցենզիա ստանալու նպատակով եւ հյուրն ասում է որ պետք է տարեկան գոնե 2000 ամենակիչը 2000 նման փորձաքննություն անցկացվի մինչդեռ տարվա ընթացքում ամենաշատը որ եղել է դա 70-ն է եւ հիմնական պատվիրատուն եղել է գյուղատնտեսության նախարարությունը Փառք Աստծո գոնե գյուղատնտեսության նախարարությունն եղել պատվիրատուն Եվ սննդի կարգավորման այդ հանձնաժողովը։ Maximum there. Բոլոր հարցերն ու մանրամասները այլևս կարճատև դադարից հետո կշարունակենք այս կարևոր թեման։ Որոնք են գենետիկ ձևափոխված օրգանիզմներ, որոնք որ առկա են մեր հանուկներում։ Լոլիկի գենետիկական ապարատում ներդրել են կամբալաձկան գենը։ Բայց մի խումբ կար, որը լոբիստական խումբ էր, որը դեմ էր եւ պայքարելու էր, որ այս օրենքը չընդունվի։ Ինչու՞։ Չգիտեմ, երևի իրենք են ներկրողները։ Կոդավորված սննդակարգ, այսպես ենք ժպիտով քննարկում իրականում սննդամթերքի մեջ տեղի ունեցող փոփոխությունները, Խոսքը այն փոփոխությունների մասին են, որոնք հետագայում ազդում են գենետիկ առումով այդ սննդամթերքի վրա եւ փորձենք հասկանալ, որքանով է դա վտանգավոր սննդամթերք համարվում եւ հարցս ուղղեմ մեր մյուս հյուրին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանին։ Պարոն Մկրտչյան Եվ պարոն Սարգսյանը եթերից առաջ եւ նաեւ քիչ առաջ պարոն Դանիելյանը ինձ ուղղորդում են որպեսզի հանկարծ վախի մթնոլորտ չստեղծենք, ասելով, որ այսպիսի օրգանիզմները, այո, առաջացնում են վտանգավոր հատկություններ մարդու օրգանիզմում։ Համեցեք։ Ճիշտ ասած ինձ մոտ էլ է տպավորությունը ստեղծվեց, որ մեր ամբողջ զրույցի ընթացքում մենք միանգամից գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ ասելուց հետո ասում ենք առողջությանը դա վտանգավոր է, բերում է այս կամ այն հիվանդությանը Եվ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հենց հանդիպեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի, արտադիր պետք է թողնի եւ հեռանա։ Մենք մի հատ մեծ բաց ենք այստեղ թողել։ Գենետիկորեն ձևափոխված որ օրգանիզմի մասին է խոսքը ընդհանրապես։ Որտեղ գենետիկորեն ձևափոխությունները դրանք ընդհանրապես դա կենթանի համակարգի շատ կարևոր հատկությունն է։ Մենք արդեն 200 տարի գործ ունենք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ, որոնք հենց սելեկցիայի ճանապարհով են առաջացել եւ բույսեր եւ կենթանիներ եւ դրանց վնասակարության մասին ոչ մեկ մինչեւ հիմա չի խոսում, չեն էլ խոսալու։ Այստեղ խնդիրը ավելի շատ վերաբերում է գենային ինժեներիայի միջոցով արհեստականորեն ստեղծված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներին։ Հիմա ինչումն է նրանց վտանգը։ Այսա մինչեւ չհասկանա հասարակությունը, թե ինչով է այդ նոր օրգանիզմը վտանգավոր եւ ինչպես կարող է ազդել մարդու առողջության վրա։ Այստեղ խնդիրը միայն վտանգին չի վերաբերում։ Կարելի է գենետիկորեն օրգանիզմ ձևափոխել, որը նաև օգուտ է բերում, ընդհակառակը առողջացնում է օրգանիզմը։
Որպեսզի մերկախոս չլինեմ, ես բերեմ երկու օրինակներն։ Նախ բերեմ օգտակարը։ Ուրեմն կա այսպիսի մի սպիտակուց, լակտոֆերին, որը ընդհանրապես բնության մեջ միայն կա մայրական կաթի մեջ։ Իսկ հիմա ընդհանրապես շատ մայրեր ընդունակ չեն կրծքով կիրակրելու երեխաներին, երեխան չի ստանում այդ լակտոֆերինը եւ ուրիշ ճանապարհ կամ ուրիշ սննդամթերք չկա, որpիսի այդ լակտոֆերինի բացակայությունը երեխան կարողանա լրացնել։ Իսկ եթե լակտոֆերին չմտավ երեխայի օրգանիզմ, նրա մոտ հետագայում առաջանում են բավականին լուրջ հիվանդություններ աղեստամոքսային տրակտում, գաստրիտներ, խոցեր եւ այլն եւ այլն։ Հիմա հենց գենային ինժեներիայի միջոցով ստեղծված է գենետիկորեն ձևափոխված այծ, որի կաթի մեջ պարունակում է լակտոֆերին։ Այսինքն դա որպես սննդամթերք կարելի է վերցնել եւ այդ դեֆիցիտը վերացնել։ Հիմա այդ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմը օգտակար է, թե վնասակար է։ Իսկ փորձարկում արվել է տարիների ընթացքում ինչպիսի ազդեցություն ունեցել։ Ես բերում եմ բազմաթիվ օրինակներից միայն մեկը։ Իսկ հիմա վնասակարությունը, ինչու են վնասակար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։ Վնասակարությունը կախված է կոնկրետ ձևափոխման նպատակից։ Այսինքն ինչի համար են ձևափոխում տվյալ օրգանիզմը, որ ուղղությամբ։ Եթե ձևափոխում են, որպիսի արտադրողի շահերը պաշտպանեն, այսինքն նրա պահպանման ժամկետները երկարացնեն, բերքատվությունը շատացնեն, վնասատուների դեմ դարձնեն տվյալ բուսատեսակը դիմացկուն եւ այլն, այստեղ առաջանում են որոշակի խնդիրներ։ Օրինակ, լոլիկի գենետիկական ապարատում ներդրել են կամբալաձկան գենը, որը նրան դարձնում է ցրտադիմացկուն։ Հիմա մարդը ուտում է լոլիկ։ Ինքը գիտե, որ ինքը լոլիկ է ուտում, բայց շատ մարդիկ ալերգիկ են ձկան հանդեպ։ Երբ որ բնական մթերք է, մարդը գնում է ձուկ չի գնում, լոլիկ է գնում, գիտի, որ լոլիկ ուտելուց ինքը ալերգիա ռեակցիա չի առաջանա։ Բայց հիմա լոլիկ ուտելով նա չգիտի դրա մեջ կամբալա է թե ոչ։ Իրեն մոտ լոլիկից առաջանում է ալերգիա։ Պատահական չի, որ այսպիսի համեմատություն կար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ գենետիկորեն ձևափոխված բուսատեսակները սննդում ավելի ամենաշատն են օգտագործում, այնտեղ ալերգիա գրանցված է բնակչության մոտ 70%-ի մոտ։ Իսկ օրինակ Շվեդիայում, որտեղ չկա այդպիսի բան, նրանք թույլ չեն տալիս ներմուծել գենետիկորեն ձև, այնտեղ ընդամենը կազմում է 7%։ Մեկ այլ օրինակ ես բերեմ։ Ձնծաղիկի գենը ներարկել են կամ ներդրել են կարտոֆիլի գենի մեջ։ Ինչի համար։ Որպեսզի կոլորադյան բզեզը նրան չուտի։ Բայց վերջին հաշվով դրա հետևանքով կարտոֆիլի մեջ առաջանում են մի շարք թույներ, որոնք խիստ վնասակար են մեր օրգանիզմին։ Այսինքն բզեզը մի բան գիտի, որ այդ կարտոֆիլը չի ուտում։ Դե վերջին հաշվով այստեղ միայն առողջապահական խնդիրը չի։ Այդ մարդիկ չեն մտածում, որ բացի այդ բզեզից ուրիշ օգտակար միջատներ են նստում եւ այդ թույներն ազդում են նրանց վրա եւ ամբողջ էկոհամակարգն է նրանք փոխում։ Ընդհանրապես գենային ինժեներիայի ամենամեծ վտանգը դա անորոշությունն է, թե ինչքանով նա կարող է փոխել մեր միջավայրը, իսկ մենք ամբողջությամբ կախված ենք եւ մեր առողջությունը մեր միջավայրից։ Երևի կգա ժամանակ, որ մեր միջավայրն այնքան կփոխեն, որ մենք չենք կարող այլևս այդ միջավայրում ապրել։ Պարոն Ավետիսյան, թե այս օրինագիծը հստակ երբ կհաստատվի եւ կարող ենք մենք երաշխիք ունենալ, որ սա չի դառնա ինչ որ հերթական անգամ փոշի հավաքող մի կազմակերպվել է հանրային լսումներ, որովհետև հարցի առաջնահերթությունը եւ ինձ թվում է, որ մինչեւ այս նստաշրջանի վերջը այդ օրենքը կընդունվի եւ Աստված տա, որ ամեն օրենքը ինչով է գեղեցիկ, երբ որ այդ օրենքը հետո գեղեցիկ ձևով կիրառվելու է։ Ես վախենում եմ կներեք, որտեղ լսումների ժամանակ բարձ եղավ հստակ երևաց, որ կառավարություն, որը ներկայացնում էր նախարարը եւ պարոն Զիրոյանը, պատգամավորների մի մասը կողմն էին ուրեմն կառավարությանը, հա, մերած այդ օրինագծին, բայց մի խումբ կար, որը լոբիստական խումբ էր, որը դեմ էր եւ պայքարելու է, որ այս օրենքը չընդունվի։ Ինչու՞։ Չգիտեմ, երևի իրենք են ներկրողները։ Ես ուրիշ պատճառ չունեմ։ Երևի ներկրողների խումբն են։ Ես ասեմ ավելին,
որ նման մտավախություն թող ձեր մոտ չառաջանա, որովհետև ինչքան ես հիշում եմ, առաջի ընթերցմամբ համարյա միաձայն ընդունվել այս օրենքը։ Բայց բացակայությունը 1-2 ձեռնպայ ա եղել մեծամասնությամբ։ Օրին 3 հիմնական բաղադրամասից է սկզբունքը, մեխանիզմները եւ իրավական կողմը։ Սա իրավական կողմը քննարկելուց հաստատվելուց հետո օրենք գալիս է մեխանիզմները, այսինքն դա պետք է կառավարության կողմից հաստատվել ենթօրենսդրական ակտեր, դրանք առնվազն 1-2 տարի տևելու է։ Բայց մեկ հարց եմ որ դրանց ասած միսոարյուն, այդ օրենքին պետք է տրվի միսոարյուն, որ գործի։ Դրա համար ես առաջ ասեցի, կարևոր է որ օրենքը գործի։ Օրենքը հաստատվելուց հետո հիմա մի հարց, պարարտանյութերը, որով գյուղացիները հիմնականում պարարտացնում են իրենց հողերը, արդյոք չեն կարող պարունակել իրենց մեջ մոդիֆիկացված չի կարող, որովհետև դա ազոտական պարարտանյութ է։ Ասեք Ես շատ եմ ուզում միանալ եւ ուրեմն նաեւ անդրադառնալ մեր այս հաղորդումը կարեւոր է նաեւ այս չվախեցնել, չսարսափեցնել բնակչությանը։ Բերեք տարբերենք պեստիցիդներ, թունաքիմիկատներ եւ գենոինժեներիայով ստացված մթերքներ, սրանք տարբեր բաներ։ Մեր խնձորը եթե կարելի է, ես ուզում եի հարց տալ նաեւ ասեի, որ բանանի մասին խոսվեց։ Ես որպես հասարակական կազմակերպության գործիչ եւ այս խնդրով 6 տարի զբաղվող եւ միջազգային այլ հասարակական կազմակերպության համագործակցող, ես չունեմ փաստ, որ բանանը, այսինքն բանանը, որ աճեցվում է, նրա այդ բույսը գենետիկորեն ձևափոխված որևէ տեղ որևէ նման բույս կա։ Մի վախեցեք եւ մի սարսափեք մրգերից, բանջարեղենից, հա, մի վախեցեք եւ մի սարսափ, խնձոր կերեք վերջապես, եթե բանանը չեք սիրում, բայց չկա նման խնդիր եւ բնակչության մոտ պետք է խնդիրը ուղղակի արմատախիլ անենք, որ վախ չլինի, սա մահացու չէ, սա չգիտեմ ինչ չէ, այստեղ ինձ թվում է լավ առիթ է հենց այս բանը, ես որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ նաեւ ուզում եմ մեր հեռուստադիտողի համար հասկանալի լեզու գոնե վերջում մի քիչ լինի, փորձենք օրինակներ բերենք, որոնք են գենետիկ ձևափոխված օրգանիզմներ, որոնք որ առկա են մեր հանրություններում։ Ոչ մեկը դա չի կարող ասել, ես օրինակ տեղյակ եք, դուք բոլորը ես չեմ զբաղվել այդ խնդրով, ես չեմ դիմել լաբորատորիային, որովհետեւ եթե օրենքը չկա, ես չեմ կարող այդ խնդիրը ներկայացնել եւ ինչ որ բան պարզել։ Օրենքը կլինի, օրենքը ներողություն, ներեցեք, պարոն Մկրտչյան, լսում ենք ձեզ եւ ամփոփում եթերը։ Հա, մի նախադասությամբ կարտոֆիլ, լոլիկը, եգիպտացորեդը, անիրը, սոյան պարունակող եթե կարելի է։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ոչ մի օրենք իհարկե ձեզ չի ապահովի բանից, որ գնաք դուք պիտակը տեսնեք, այդտեղ ինքը գրի, որ այդ լոլիկի մեջ կամբալայի գեն կա, թե չկա։ Այդպիսի բան չի գրի, դուք ապահովված չեք, ամենևին ապահովված չեք։ Այստեղ խնդիրը այլ է։ Պետք է կառավարել գենային ինժեներիան, այսինքն դա պետք է դառնա կառավարելի։ Պետք է հստակ նպատակը դրվի, որ կոնկրետ դա պետք է լինի օգտակար, ոչ մի վնասակար հատկություն իր մեջ չպետք է պարունակի։ Բացի դրանից կառավարելու համար պետք է ինչ ունենալ լաբորատորիա։ Լաբորատորիան մեզ ոչինչ չի տա։ Լաբորատորիան մեզ ոչինչ չի կարող։ Մի կարևոր բան այսպեսի մի բան ասեմ, ենթադրենք բերքատվություն ուզում են բարձրացնել, բարձր բերքատվությամբ, բայց բերքատվությունը բարձրացնում են ոչ բերքատու սորտի վրա։ Այդ ժամանակ բարձրանում է նրա մեջ նյութափոխանակությունը, սկսում են բավականին շատ ֆերմենտներ քայքայվել։ Իսկ այդ ֆերմենտներ քայքայված արգասիքները բավականին մուտագեն են, կանցերոգեն են։ Բույսը ինքը արտազատական հստակ մեխանիզմներ չունի։ Դա կուտակում է իր մեջ։ Իսկ իր մեջ կուտակելով մենք դա վերցնում ենք ուտում ենք։ Անչափ շնորհակալ եմ գալու համար, Լիլի, ձեզ առանձնատուկ շնորհակալություն։ Միակ բանը, որ կարող եմ հիշեցման կարգով ասել, Հայաստանում դեռևս արգելված չէ գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների վաճառքը, սակայն կա պահանջ, որ եթե ԳՁՕ-ների գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը գերազանցում է 0.9%, ապա դրա մասին տեսանելի վայրում պետք է լինի մատնշում եւ շուկայում հանդիպող ախորժաբեր ու հյութալի մրգերը միշտ չէ, որ այնքան առողջարար են, որքան որ տեսք ունեն։ Ուղղակի պետք է լինել ուշադիր եւ մենք հուսով ենք, որ շուտապույտ կերպով այս օրենքը կմտնի կիրարկության մեջ եւ մենք կկարողանանք մեզ գալ ավելի ապահով։ Շնորհակալություն, մարդկային գործոններ կհանդիպենք։ Անդաղ մահացնում, այդ դեր ասած է մի անգամից։